Շարունակում ենք ծրագիրը բարեկամներ եւ ճիշտ ժամանակն է որ մեզ միանավելու Ծավան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Սկսում եմ հարցով Արմեն, հիմա մենք ունենք հրադադար միջին արևելքում, թե չունենք հրադադար։ Աստված գիտի։ Որտեւ մեկ էս կարծում ես սենց է, այն կարծում ես սենց է, Թրամփը ասում է, էսա նրանք հարվածում են, սրանք Տեսեք, ուրեմն հրադադարը շատ իմիջիալոց մի հետարքիր բան ասեմ ձեզ, այ այդ մեսը, ինչպես ասում են, այդ խառնաշփոթը ստեղծել է Թրամփը։ Իրականում։ Ուրեմն այդպիսի հրադադարի պայմաններ ես չէի տեսել, այսինքն հիմա տեսեք, Իրանը պետք է շտապելու բանի հարցը չի, շտապելու հարցը չի, հրադադարը ընդհանրապես ո՞նց է լինում։ Այսինքն ձեր իմացած հրադադարը չէ, ժամա չէ որոշվում։ Չէ, ինչ կոնկրետ ժամ է որոշվում, ասում են այս ժամից ոչ մեկ չի կրակում։ Հիմա տեսեք ինչ հրադադար հրապարակեց, անգամ ես կբից կարդացի, չհասկացա ժամային խառնաշփոթ էր։ Հետո երեք որ խոսում ենք, ես շտապ նոր էի տեսել, կարդացի, այստեղ ասեցի, այստեղ 6 ժամ առաջ, 6 ժամ հետո գրել էր 12 ժամ, չգիտեմ, ես կոմեկում։ Հետո երբ որ ինչ որ մի ձև փորձեցի հասկանալ ինչ ժամային խառնաշփոթ է, ինչ է բարձվում։ Բարձվում է որ առանձին Իրանի համար հրադադարի ժամ կա։ Առանձին Իսրայելի համար հրադադարի ժամ կա։ Այսինքն որոշ ժամանակ Իսրայելը կարող է հարվածի, նրանք չեն կարող, հա, տենց ասա։ Այո։ Եվ հետո կա ընդհանուր հրադադարի ժամ։ Հիմա դե տեսեք ինչից է ստեղծվել իրավիճակը։ Ուրեմն ենթադրում են Նեթանյահուն ասել է մի քանի օբյեկտ կա, որ ես պետք է հարվածեմ։ Չասնեմ հետո։ Հա։ Ու ենթադրում եմ որ իրականում սա Թրամփի հետ հենց այս խառնաշփոթը հենց դրա համար ստեղծվել է։ Ճիշտ է, Թրամփը հիմա ջղայնացավ իբր մի արեգման, ես կարծում եմ, էս էլ է այդ խաղը, հիշում եք, որ ինքը ասեց մենք թիմմեյթ լավ խաղացինք իրար այդ թիմով եւ Իսրայելի հետ ասենք, ուրեմն որոնք երբևէ այդպես չէին խաղացել։ Հիմա խնդրեմը հետեւյալն է։ Ենթադրում եմ մնացել էին օբյեկտներ, տեսեք ռադարի են հարվածը եւ այլն էլի այստեղ այս հրադադարից հետո։ Բայց որpիսի խառնաշփոթը པարզ դառնա բացատրեմ։ 3 ժամը 7-ին այսինքն ցենց ասեմ իրենց ժամով ասեմ ուրեմն պետքա առավոտյան ժամը 7-ին դադարեցներ Իրանը երեկոյան ժամը 7-ին Իսրայելը եւ ամսի 25-ի առավոտյան ժամը 7-ից բոլորը դες տեսել եք առավոտյան 7-ին Իրանը պետքա դադարեցներ երեկոյան 7-ին Իսրայելը պետքա դադարեցներ Այսինքն 12 ժամ պատոհան 12 ժամ պատոհան ունի։ Հիմա Իսրայելում ասում են եղբայր դու ես մեզ տվել այդ պատոհանը։ Դու ասել ես 7-ին, մենք մինչև 7-ն ենք կրակում, 7-ից հետո չենք կրակում, ո՞վ բան ասել եւ այլն։ Հիմա ինչից առաջացավ խառնաշփոթը։ Հենց հայտարարվում է հրադադարը, Իսրայելը գնում է եւ նետում է ինչ ունի չունի, այսպես մի հատ մեծ գրոհ է կազմակերպում Իրանում, ինչ որ իրան պետքա ոչնչացնի, որտեվ չի հասցրել կոպիտ ասած։ Դեպը որ վերջը կրակն է։ Հա, դրա համար Թրամփը ասեց, ես չէի տեսել այս բանը, բայց հայտարարեցին գնացին ինչ ունեին գցեցին, մոտարապես այդպեսի վիճակ։ Հետո դրանից հետո Իրանը պատասխանում է։ Հիմա ըստ իսրայելական տեղեկությունների, մեկ իրենք ասում են 10 րոպե շուտ է եղել հրադադարից, այսինքն որը Իրանի համար, այսինքն 7-ին պետք է լիներ, 7-ից 10 պակաս է Իրանը հարված է եւ այլն։ Որոշ դեպքերում ասում են ոչ, նրանք խախտել են հրադադարը, 2-3 ժամ հետո են հարվածել Թել Ավիվ, Բեն Շևային հարվածեցին, այդտեղ զոհեր կա եւ այլն։ Հիմա ասում են, դե հիմա մենք ունենք ժամանակ, 12 ժամ դեռ ունենք։ Դե դրա համար գնում են նորից խփում են Թեհրանին, հասկանում եք, այսինքն ասում են տվել է ժամ, այդ ժամի մեջ ենք մենք ժամից դուրս չենք։ Թրամփը դրանից հետո զանգում է Նեթանյահուին, ասում են շատ ջղային խոսակցություն ա ունեցել։ Ես էլ եմ ասում, ես մի քիչ արդեն չես հասկանում, որն է իրական ջղայինը, որն է խաղը այս ամեն ինչի մեջ, որովհետև լավ մենք կարող ենք հավատալ, որ Թրամփն էլ տեսակ այսպես բայց եթե իր ժամի մեջ մնացել է Իսրայելը կամ արդեն ինչի մասին է։ Դե հիմա, հա, օրինակ կոպիտ ասած, հիմա Իրանն էլ ասեց, եթե Իսրայելը պահպանի, մենք կպահպանենք, դա ըստ էության Քաթարի միջնորդությամբ է եղել դա եւ Քաթարի ուրեմն ենթադրում եմ Քաթարն է կազմակերպել եւ հիմա այս իմաստով հետեւյալ այդ Թրամփի այդ ջղայնանալը արտիստիկ էր թե արտիստիկ չէր, չգիտեմ, մեկ գրեց ուրեմն զգուշացրեց, ասեց հետ տարեք ինքնաթիռները օդից Իսրայելին, հենց հիմա պետք է պատերազմ չլինի եւ այլն, մի խախտեք, խնդրում եմ, սկզբից գրեց, հետո ասեց հենց հիմա պատտեք հետ, հետո ասեց հիմա Իսրայելի ինքնաթիռները ընկերական կմտնեն Իրանի օդային տարածք, ընկերական դուրս կգան եւ այլն։ Ասում եմ, այս իրավիճակում չես կարող հասկանալ արդեն որն է խաղը։ Բայց հիմա այդ բոլոր ժամերը անցել են, ըստ օրենքի լինի հրադադար, հա։ Առավոտյան ժամը 7-ին ես արդեն չեմ կարող հասկանալ, մի քանի ժամ մնացել, պետք է համընդհանուր հրադադար մտնի։ Հիմա ոնց որ թե կարծես թե կարողացան, բայց հիմա վերջի հարվածը Իսրայելինն է եղել։ Հիմա տեսնենք Իրանը կպատասխանի, թե չէ, եթե Իրանը պատասխանեց
Ենթադրում եմ Իսրայել։ Հիմա որ ասում վերջինը ես խփեցի, չէ՞։ Հա, դե հիմա ասում եմ Նեթանյահուի հետ խոսեց Թրամփը, դեռ Նեթանյահուն ասել է, բայց իրանք մեզ խփել են, մենք պետք է պատասխանենք։ Հիմա այս տրամաբանությամբ Աստված գիտի ուր կհասնի, հուսանք, որովհետև այստեղ պետք է ընթացքում հասկանալ նաև որքանով են արդյունավետ եղել հարվածները Իրանի միջուկային ծրագրին։ Այո։ Հիմա այս պահի դրությամբ հրադադարը կարծես թե այս պահի դրությամբ, որտեղ 5 րոպե հետո չգիտենք ինչ կլինի, կարծես թե ոնց որ թե Թրամփի այս միջամտությունից հետո ոնց որ թե պահպանվում է։ Ավելի մանրամասն տվյալներ կան, թե այդ հարվածները ինչքան են վնասել այդ ատոմակայաններն ու բաները։ Ուրեմն հիմա այս պահի դրությամբ կան շատ գաղտնի զեկույցներ։ Հիմա մի փոքր արտահոսք է իբր եղել ICN-ների միջոցով, որ իրենք ընդամենը հետաձգել են, ոչ թե վնասել են այնքան, որ մի քանի ամսով հետաձգել են ամսով ընդ որում, հա։ Ես այդ մասին ես էլ կարդացի, բայց չեմ կարծում ամսով։ Մենակ այդ բունկերը նորից սարքելը, նման բունկերը պետք է արմեն, չեմ ասում մնացած ամեն ինչ։ Դե հիմա այս հերթականությունը ասեմ իրադարձությունն, տեսեք, Կարոլին Լևիտը, Սպիտակ տան մամլոք-քարտուղարը ասեց, որ նախ առաջին հերթին ակնարկեց, որ դրանք top secret փաստաթղթեր են, այդ որ այդպես հաջողվել է իրանց ստանալ, ակնարկեց այդ ոնց եք դուք, դումից եք դուք, այդպես այդ շատ գաղտնի այդ որտեղից եք ստացել, ով այդ ինչ low level loser ոնց որ, եթե չեմ սխալվում, low level intelligence-ի, այսինքն հետախուզության ցածր մակարդակի լուզերներ, տենց ասենք անվանեց վիրավորական ձևով, ամեն ինչը հեգնանք ճակերտների մեջ, այսպես հա, եւ ասեց, որ հարվածները եղել են շատ էֆեկտիվ եւ իրականում սա Թրամփի գործողությունը եւ մեր պիլոտներին, մեր օդաչուներին վարկաբեկելու, մեր զինված ուժերը եւ այլն, այսպես շարունակ։ Իսրայելից այդ փորձագիտական շրջանակը նույնպես համարում է, որ հարվածները եղել են էսպայի դրության էֆեկտիվ, բայց ես ամեն դեպքում հնարավոր չի, եկեք օբյեկտիվ լինենք, էլի։ Հա, դե լրիվ ոչնչացնելը իհարկե։ Չէ, լրիվ ոչնչացնելու մասին չեմ ասում։ Հնարավոր չի այսքան կարճ ժամանակում պարզել, թե իրականում ինչքան էֆեկտիվ է եղել հարվածները, ինչքան խորն է եղել բայց իրենք վստահ եմ լավ գիտեն ուղղակի չնել դեռ չէ, հիմա ասեմ ձեզ, առաջին փուլում ժամանակա պետք որ հետախուզությունը գնա, նայի, ասենք ճշտի, հետաքրքրվի, խոսա եւ այս խառնաշփոթ իրավիճակում երևի այդուամենայնիվ Մոսադը կարող է դա անել, ենթադրում եմ, եւ ասեմ ձեզ, դա հնարավոր չի լինի թաքցնել, որտեղ մենք Իսրայելի ռեակցիայից ընթացքում կհասկանանք որքանով էֆեկտիվ են եղել հարվածները։ Հիմա կարծում եմ մեծամասամբ շատ են լինելու մանիպուլյացիաները համաձայն եմ ձեզ հետ։ Լավ, հիմա մեզ մոտ գովազդ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չուբուրչյանի։ Serial ես փնտրում, տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս։ Դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց, գովազդը բացվեց, քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույս ունես։ Մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անվերջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են։ Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր։ Դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta, բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում։ Մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ։ Բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ որակով հասանելի։ Ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ։ Միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը։ Բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուրչյանի հետ։ Արմեն այսօր նաև ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպումն է, չէ՞, Բրյուսելում, եթե չեմ սխալվում։ Այո, չէ, եթե չեմ սխալվում, Հոլանդիայում։ Այո, թագավոր Թակուի կայդը, այո։ Թրամփին հրավիրել է նախաճաշի թագավորն ու Թակուինի դեպի։ Այո։ Ուրեմն այո, այսօր հանդիպումն է եւ հետաքրքրական կլինի, թե ում հետ է հանդիպելու Թրամփը։
օրինակ Զելենսկին ասաց, որ կցանկանար հանդիպել։ Զելենսկին ասաց, տեսեք, Զելենսկին այդուամենայնիվ, այստեղ Զելենսկի պահը մի քիչ հետաքրքրական է, երեք տարածվեցին բաներ, որ Թրամփը չի ցանկանում հանդիպել Զելենսկիի հետ, այսպես նորից փորձում է Պուտինին հաջողանալ, ինչքան հասկանում եմ, էլի իր խաղերն է փորձում խաղալ, բայց ինքը չի հասկանում, որ այլ բանը Իրանի հետ խաղեր խաղալ, այլ բանը Պուտինի հետ խաղեր խաղալ է, այնտեղ տարբեր բաներ է, էլի։ Ընդ որում ասեմ, իրանցիները էլ հեշտ չի, հա, բայց տարբեր գազաններ են, այն ինչ որ ինքը արեց Իրանի հետ վստահեցնում Պուտինի հետ չի անցնելու, բայց տեսեք, ընդ որում այդ բանի պահնել, որ ինքը տենց դեմոնստրատիվ լքեց G7-ը, այնտեղ բացառված չի, որ նաև ինքը ճիշտ է պայմանավորվել էր որ հանդիպի Զելենսկու հետ, բայց ընդհանրաբար այդ պահին ինքը որոշեց, որ չպետք է հանդիպի Զելենսկու հետ։ Ես չեմ բացառում, որ նաև դրա համար ինքը այդ հանդիպումից դուրս եկավ։ Հիմա հետաքրքրական է, որ Թրամփը հայտնել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որ չի ցանկանում, իբր թե այդպիսի արտահոսք կար, չգիտենք որքանով ճիշտ է թե չէ, բայց եթե այդպես է, ուրեմն ես շնորհավորում եմ ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերներին, որոնք այդուամենայնիվ խիզախություն գտնվեցին, եթե այդպես է, եւ ցույց տվեցին Թրամփին, որ դու մեզ չպետք է ասես ում հրավիրենք, ում չհրավիրենք, եւ Զելենսկուն հրավիրեցին սամիտին։ Բայց եկեք չշտապենք այս իմաստով, գուցե հանդիպի, գիտենք, որ ոնց որ թե Էրդողանի հետ է հանդիպելու, որտեղ այս ամբողջ օպերացիաների մեջ Ադրբեջան, Թուրքիա, ինչքան է Թուրքիան տենց Իրան, զգացիք շատ չկոտորեց այս անգամ։ Մի հատ թեթև ելույթ, մի երկու տենց բան, հա, ՆԱՏՕ-ն ֆաշիստա, հա, միասնությունը Այո, եւ այս իմաստով ուրեմն կարծում եմ Էրդողանը լրջագույն դերակատարում է ունեցել այս իմաստով այս գործողությունների հետ կապված, բայց շատ գաղտնի, ինչպես նաեւ Ադրբեջանը իդեպ։ Ես վաղուց եի ուզում հարցնել։ Բոլորս գիտենք, որ Սաուդյան Արաբիան եւ Իրանը թշնամական լուրջ հարաբերություններ են։ Այս հարցում Սաուդյան Արաբիա անունը անգամ չտրվեց, բայց արդյոք ոչ մի օգնություն չհասցրեց այս հարցում Սաուդյան Արաբիան, ասենք Միացյալ Նահանգներին։ Իրանի դեմ պայքարը։ Ոչ մեկ չի կարող ասել այդ գործողությունների ընթացքում, հա, ի վերջո այս ռազմական գործողությունների ընթացքում ինչ օգնություն ով է ցուցաբերել, բայց ես մի բան ասեմ ձեզ։ Իրենք դատապարտեցին մեղմ ձևով համեմատաբար, բայց Իսրայելից մի հետաքրքիր տեսակետ են հայտնում, ասում են նախ Նեթանյահուն ասեց արաբական աշխարհը ինչ շնորհակալ է։ Այս ինչ որ ես անում եմ, իդեպ հետաքրքրական է, որ ես չեմ ասում, սա նաև մեր տրամադրությունները հասկանալու համար, մեր փոխանցելու, ով ինչպես է կարծում, որ մեր հետևորդներն էլ, մեր հայությունն էլ իմանա, ուրեմն Կանադան, որը այսպես թվում էր թե խիստ պաշտպանա, չէ, Պաղեստինի եւ ասենք, չգիտեմ, Իրանի, այս պահի դրությամբ իբր թե հայ եւ այլն, ուրեմն եւ ես բացատրում եի, որ չէ, այդ հայտարարություններին մի նայեք, բոլորը Իսրայելի հետ են սպատ։ Եվ Մարկ Կարնին, որը լիբերալ է, որը ըստ էության պետք է այդ ամեն ինչին դեմ լինի, քիչ առաջ Ամանպուրի հետ էր զրուցում, եթե չեմ սխալվում, եւ ասեց, այո, Իրանը ստեղծում էր միջուկային զենք։ Այո, չնայած հիմա բոլորը այդ Տուլսի Գաբարդի ելույթն են մեջ բերում, Մարտին, որ ասել էր, որ այդպեսի բան չկա, չնայած ոչ մեկ չի ասում, որ ախր Տուլսի Գաբարդը այդ պահին պաշտոնել չէր ստանձել։ Հաստատման փուլում էր եւ նա նաեւ հետախուզական տվյալներ top secret չէր կարող ունենալ։ Այդ պահի դրությամբ միջև նա չհաստատվի, չի կարող ամեն ինչը իր առաջ բացվի, ճիշտ է։ Այսինքն Տուլսի Գաբարդը, երբ որ այդ պահին ինքը ելույթ էր ունենում, ինքը այդ պահին չէր կարող ամբողջությամբ իմանալ Իրանը ինչ անում, ինչ չի անում, բայց անդադ իրեն են շեշտում եւ նույնը ասեց Մարկ Կարնին, որ այո, Իրանը այդպիսի մտադրություն ուներ եւ բոլորը միաբերան նույն տեսակետն են հայտնում եւ ըստ էության Իսրայելի գործողությունները համարելով ճիշտ, այսինքն այս իմաստով արդարացնելով, այո։ Գանք ներհայաստանյան քաղաքականությանը եւ վերջին անցքերին այդ ուրեմն չգիտեմ ինչպես կառավարությունը հայտնաբերել էր այդ ուրեմն հայտարարությունը հեղաշրջման մասին գրավոր այսպես ասենք այո վկայությունը որտեղ անգամ անուններ էին նշված գործողության ընթացքն էր նշված որտեղից պիտի սկսեն որտեղ պիտի ավարտեն ժամկետներով այս ինչ որը գիտեք ինչի նման էր ով ինչքան զորք է բերելու այնտեղ չէ այս ինչ մարդը 4000 հոգի պիտի բերի եւ այլն եւ ինչ լոզունգներով պիտի բան անեն որքանով է լուրջ այս ամենը քո կարծիքով Արմեն տեսեք ուրեմն փաստաթուղթը ինքը որպես այդպեսին շատ պրիմիտիվ փաստաթուղթ է եկեք հա էլի մանկամիտ փաստաթուղթեր ես նայեցի 7-ն էլ նայեցի կիսատ էր որտեվ ասում եմ, չգիտեմ, կամ գրողը խիզախություն չէր ունեցել գրել թե ռուսական ընկերությունները օրինակ ինչ օգնություն են ցույց տալու, հենց ռուսական, ոչ թե ռուսների հետ կապված կամ ռուսահայ կամ հենց ռուսական ընկերությունները, օրինակ, եթե չեմ սխալվում, Գազպրոմի անուններ նշված,
եթե հիշողությունս չի դավաճանում, եւ ոչ մի բան նշված չէր, թե ինչ օգնություն պետք է Գազպրոմ այդ ամեն ինչին ցույց տա։ Բայց անուններ կային, այնտեղ տեսեք, ընդդիմությունը ասաց, որ ուրեմն Վահագն Ալեքսանյանի ստեղծագործությունն է, գիշերը նստել գրել է եւ այլն, դե ինչի որտեվ Civic-ը դա հայտնի բան է ներքին շրջանակներով, որ Civic-ի կուրացիան Վահագն Ալեքսանյանն է իրականացնում եւ ուրեմն դրա համար մեղադրեցին Վահագն Ալեքսանյանին, որ ինքն է իբր թե գրե եւ այլն։ Գիտեք ինչ, այս ամեն ինչը շատ լուրջ մեղադրանք է, դա պետական հեղաշրջման մեղադրանք է։ Հիմա, չգիտեմ, մեկը ասում է Վահագն Ալեքսանյանը քնել է դրամարակիսատ մնաց է, բայց մյուս կողմից էլ եթե դա անգամ իրական հենց ընդդիմության պլանն է, այստեղ այնքան լուրջ է, որ պետք է սպասել միջև ամբողջ ցուցակը լրացվի իմ տրամաբանությամբ, որպեսզի ամբողջությամբ հասկանալի լինի, թե ով է ներգրաված ինչ չափով, հա, եւ որքանով ճիշտ է ուրեմն սա ընդ որում ասեմ դեք շուտ կաթողիկոսի պահով ես այս նույն սխեման էի առաջարկում որ տվեք մի լրատվամիջոցի թող ինքը սկսի չնայած ոչ այսքան բացահայտ իրենց մեծ աֆիլացած բայց էլի ինչ որ այա այս է ճիշտը մի օրինակ կարելի էր տալ ասենք օրինակ Գարեգին Բ-ի Կտրիշ Ներսիսյանի փուլ փարթիներից մեկը հա գիտեք այդ փուլ փարթին որ լողավազանի շուրջ հավաքվում հա օրինակ Բեկինիով աղջիկ տեսականորեն եմ ասում հա այսինքն կարելի էր ինչ որ մի լրագրող հրապարակեր եւ այդ դրա հիման վրա սա շատ ավելի ուժեղ կներ այսինքն գիտեն տեխնոլոգիաները բայց այդպես չեն ա հիմա տեսեք սա լրջագույն մեղադրանք է եւ ուրեմն ենթադրում եմ որ պետք է այնտեղ Արմեն Չարչյանի անունը կա բժիշկ եթե չեմ սխալվում հա Կտրիշ Ներսիսյանի հիվանդանոցի գլխավոր տնօրենն է եթե չեմ սխալվում ուրեմն եթե ճիշտ եմ հիշում ուրեմն եւ կան բժիշկներ որ Քոչարյանին բանտից ազատել որպես հիվանդ այո կա ուրեմն Սամվել Ալեքսանյանի անունը կա Գագիկ Ծառուկյանի անունը հիմա Եթե այս պատմությունը սենց անաղմուկ անցավ գնաց ինչ-որ քաղաքական դիվիդենտների համար, ուրեմն դա անլուրջ է, ուրեմն սա ուղղակի քաղաքական շոու էր ու ասենք չեմ բացառում, որ հենց իրենք էլ կարող են գրածել, բայց քանի որ դատախազությունը արդեն հայտարարել է, որ քրեական գործը հարուցել է, ուրեմն սրա լրջությունը եւ պետական հաշվումը խաղու պարտ չի։ Ուրեմն եթե դու դա ասենք վերցնում ես, պետք է պատժվողներ լինեն, հետևանքներ լինեն։ Այ հիմա տեսնենք, թե այս գործով ինչ փաստեր կներկայացվեն, ում կձերբակալեն, որտեղ սա ակնհայտորեն Էլ գրավոր է արդեն, էլի չես կարող ասել Այո, այսինքն մենք եզրակացություն չանենք մեր կողմից, թե ինչ կարող են, ինչ չկարող, մենք հետևենք զարգացումներին, տեսնենք այ սա լուրջ բան է հրապարակել, ընդ որում Փաշինյան անձամբ է կիսվել։ Ուրեմն տեսնենք ով կպատժվի, ում կբռնեն։ Սա շատ կարևոր է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսքան այսօրվա համար սիրելիներ կհանդիպենք վաղը միշտ տեսություն։ Հաջողություն։